Բարև ձեզ, ոնց եք, քարտեզ նվիրենք ձեզ ու բուկլետ, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք, ոնց է տրամադրությունը ագարակում։ Ես Սիսյանից եմ, Սիսյանից եմ, որ տատեղ գտնեմ, անեմ, վարկի հարցեր ունեմ, ու միաժամանակ ոչ թոշակ եմ ստանում, ոչ մի ինչի, քանի տարեկան եք, 64 տարեկան եք, բան չի չենք թոշակ ստանում։ Չեմ ստանում, ասել են ստաժը չի երիքում, դրա համար, ես էլ չեմ կարողանում։ Բայց ստաժի մի րոպե, նվազագույն թշ։ Սովետական ժամանակ աշխատել եմ, գնացել եմ 63 տարեկանից, թղթերս լրացրել եմ, մոտիկացրել, ասել են ստաժ չունես։ Հասկացանք, որ ստաժ չունեք, բայց նվազագույն թոշակ կա։ Միաժամանակ էլ իմ լուսողությունս էլ ստենց, ես չեմ կարողանում։ Նկատի ունեմ Հա, եթե ստաժը չերիքում 65-ից պետք է ստանա, հա, ուրեմն 65 տարեկանից եք, թող երբ է 65-ը լրանում։ Եկող տարի։ Հա, տենց է ուրեմն փաստորեն կարգավորում, եթե ստաժը չի երիքում 65-ից պետք է ստանաք թոշակ, բայց տեղ աշխատանք չկա, շինար։ Չեմ կարող գտնեմ, կոմբինատն էլ չի օգնում։ Ասում են տարեքայինը չի, բայց ինչ է, ես ֆիզիկականս ուժեղավ լուսողություն։ Այդքան մեծ շինարարություն կա, այնտեղ աշխատանք չկա։ Չեմ ընդունում ոչ միտեղ։ Ինչի։ Չեմ անում։ Չեմ չգիտեմ։ Շարունակեք փտրել կընդունեն, որովհետև մեծ շինարարություն է, զգուշ, մենակ զգուշ հանկարծ չընկնեք, մեծ շինարարություն է, համ բանում է, համ անցակետում է շինարարություն, համ հյուսիս-հարավն է շինարարություն, համ դպրոցի կառուցում կա, համ Շատ լավ, թող ընդունի, ես դեմ չեմ, բացարձակ։ Լավ։ Բարև ձեզ, բարև ձեզ, լավ եք։ Ինչ կա, դուխից ընկնելու առիթ կա։ Չկա, չի եղել։ Վարշավի ջան, ես մեր Հայաստան հողը նվիրում եք քեզ։ Լավ պահես։ Բարև ձեզ։ Այս սենց փակցնենք, տեսել, թխված։ Դու քարտեզ ունես, նախորդ անգամ որ եկել եմ, նախորդ անգամ տվել եմ, քեզ էլ ունես, դու էլ ունես, այս նախորդ անգամվա քարտեզներն են, բարև եղբայր, լավ, դուք ոնց եք, քարտեզ, համեց, ասեք, Բռնատատված իջանագորդ են բռնատատված։ Դրանց 1993-94 թվականին ընդունվել է ռազմավարության ուժերում, միջև հիմա ով տղաս։ Վարձով է բռնում։ Շատ լավ։ Այդքան շնորհակալ եմ։ Բայց բան է, բայց զինծառայողների համար բնականային ծրագիր են անում, թող ատեստավորվի եւ օգտվի։ Ատեստավորվել է, բայց ատեստավորելա, դե հիպոթեկային ծրագրերից թող օգտվի, իր հերթ, հա։ Հասցնում հետևը դերեք, որ 10%-ը։ Դե ատեստավորման հնարավորություն ենք ստեղծել, որ աշխատավարձը ընծուկ միջև կրկնապատիկ կարա լինի, բայց հնարավորությունը ստեղծել ենք, որ բանը, չէ, աշխատավարձի ծրագիր կա, զինվորականների համար ծրագիր կա եւ այդ ծրագրով իրանց հերթն էլ կհասնի։ Լավ եք երեխեք։ Լավ եք։ Եկել եմ դիարձարանի համար շնորհակալություն այդեմ, ես էի ասում։ Շնորհակալ եմ։ Գիտեք, որ արդեն ավարտվում է։ Ես ամեն օր դեմ գնում եմ, գիտեմ։ Լավ։ Չնայած լավ չի հնչում դիահերձարան, բայց դե որ ժողովուրդը բացում ու ոնց անեք։ Չէ, բացում որնա։ Մեկը պարկի որ անենք այդ բացում։ Չէ, նկատի ունեմ լավ չի հնչում, բայց դե փաստն է, որ ագարակի ժողովուրդը այո այդ հարցը բարձրացրել էին եւ փաստն է, որ արդեն ավարտվում է։ Նախարարին ես հարցրեցի մաքսիմում մի ամսից արդեն, այսինքն շինարարությունն ավարտված է, ներսի հարդարաններն են անում, նաեւ գույքը, հա, գնում։ Շատ լավ։ Էլ ինչ շինարարություն կա ագարակում։ Ագարակում էլ ինչ շինարարություն կա։ Դպրոց կառուցում ենք, թե չենք կառուցում։ Բանը սուբվենցիոն ծրագրեր անում ենք, թե չենք անում, անում ենք։ Զգուշ, բարև եղբայր, լավ եք, ուրախ եմ, ես էլ նմանապես, նվիրեմ ձեզ մեր քարտեզից։ Պրոբլեմ չկա,
Եթե սրտան Բուկլետ, ունեն։ հա ունեք, բուկլետ արդեն ունեք։ Ապրեք, Ձեզ էլ նվիրեմ մեր քարտեզից։ ոչինչ, կարելի է։ Դու էլ ես ուզում, ես ա քեզ էլ նվիրեմ։ Բա թխվածք չես ուզում։ Հա? Լավ թխվածք ես, ինձ նայ։ Օգնականից, հաջան։ Ականջիտ եմ ասի։ Միկրոֆոն ավերես, ինչքան է լացես ականջիտ։ Պիտի գնայի Մոսկվա հետո գայի, ցավը տամ կոմար Պիտի գնայի ներկայաներ հետո գայի։ Չէ, դե բա քարոզարշա, հարցակորթում եմ ես, ոնց գնայի։ Ցավը տանը պիտի գնայի։ Ոչինչ, ոչինչ։ Անցած տարի գնացել եմ, ոչինչ։ Հաջորդ տարի էլ կգնամ։ Խոսանորեն։ Չեն խոսա, հանգիստ է։ Բայ ոնց է։ Լավ եղբայր, լավ ես։ Քարտեզում ես։ Բարի օր, շապ է։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելով։ Լավ եք։ Շատ լավ եք։ Քարտեզում եմ ձեզ։ Մի հատ է տիրեք, տիկնուր ծամը։ Ուրախ եմ։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Լավ, դու ոնց եք։ Շատ լավ։ Քարտեզ արագ արեք ուղակի։ Լավ եք։ Լավ եղբայր, լավ։ Չէ, պիտի ես կոմպուտած։ Գնանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի ագարակցիներ, բարձրացրեք ձենը։ Ձենը բարձրացրեք։ Մոտեցեք ժողովուրդ ջան, մոտեցեք։ Նորից բարև ձեզ սիրելի ագարակցիներ, ողջունում ենք ձեզ եւ ուրախ ենք ձեզ տեսնել։ Ուրեմն առաջինը հետեւյալը, ինչով ենք մենք եկել, ագարակ, ինչով ենք մենք եկել։ Իհարկե մեր քաղաքացիներից մեկը արդեն նշեց, բայց երևի 2 տարի առաջ էր, երբ ագարակ էի եկել, ինձ զարմացրեց, տենց լավ չի հնչում, հաճելի չի հնչում, բայց ինձ զարմացրեց, որ մարդիկ բարձրացնում են, այսինքն դիահերձարանի հետ կապված հարց կար, բարձրացնում էին եւ խնդրում էին, որ դիահերձարան լինի ագարակում, որովհետեւ դա անխուսափելի դեպքերի հետ կապված խնդիրներ առաջացնում եւ հիմա արձանագրում եմ, որ դիահերձարանը, ինչպես նախարարը ասաց, ամենաուշը շինարարությունը փաստացի ավարտված է, հիմա ներսի հարդարման աշխատանքներն են տեղի ունենում եւ պատրաստ կլինի շինարարության։ Հաջորդը, ինչ ուզում եմ ասել, մենք ագարակում կառուցում ենք դպրոց։ Շատ կարևոր է։ Ագարակում դպրոց ենք կառուցում եւ այդ դպրոցի շինարարությունն էլ ընթանում է, որը էլի շատ կարևոր նորություն է։ Հաջորդը, մենք Հայաստան-Իրան պետական սահմանին կառուցում ենք նոր մաքսային տերմինալ, որը էլի հսկայական մեծ նախագիծ է։ Մենք ագարակում կառուցում ենք հյուսիս-հարավ ճանապարհի ագարակ քաջարան հատվածը, որի շինարարությունը շատ մեծ տեմպերով ընթանում է եւ դուք բոլորդ կարող եք տեսնել։ Մենք ագարակում ի վերջո իրականացնում ենք TRIP նախագիծը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագիծը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու ագարակի համար եւ ի վերջո 33 կամ 4 տարի ընդմիջումից հետո ագարակի մեղրի երկաթուղին աշխատելու է։ Եվ այս ամեն ինչի արդյունքում ամենակարևոր արձանագրումն է, որ ագարակը եւ ընդհանրապես մեղրի խոշորացված համայնքը հայտնվելու է տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրքում։ Հարգելի բարեկամներ, հարգելի ագարակցիներ,